Նանեի մամայի հետ հանդիպում ես։ Հիմա համարյա չէ, առաջ ավելի հաճախ։ Ոչ մեկին չի ուզում տեսնի, փակվել են 4 պատերի մեջ ու տնից համարյա դուրս չի գալիս։ Բայց Սյուզին եմ հանդիպել, Դավիթ։ Երբ, որտեղ։ Սրճարանում, հետո իմ տանը։ Շատ անհանգստանում է քեզ համար ու մտածում է ինչ-որ տեղեկություն ունեմ ձեզնից։ Գիտի որ ստեղ է։ Ես ոչ մի բան չեմ պատմել։ Բայց մենք պլան ունենք։ Ինչ պլան։ Ձեզ օգնելու։ Ու ոնց եք մեզ օգնելու։ Մեկի ընկերուհին կամ սիրուհին ոնց ուզում եք հասկացեք։ Առաջին սեմեստրում հետ ես սովորել։ Անունը Լիա է։ Հետո։ Հետո ես հանդիպել եմ Լիային։ Պատմել եմ, թե ով է Բեկը իրականում, թե ոնց է վարվել ինքը Նանեի հետ ու ոնց է սպանել Արամին։ Ինչ մաս ասած որ Բեկի աղջիկներից տեղակ չէ աղջիկը։ Դե փաստորեն տեղյակ չի եղել։ Մարիշ, դուք մեծ սխալ եք արել, որ հավատացել եք այդ աղջկան։ Ինքը կարող է գնա ու ամեն ինչ պատմի Բեկին։ Բայց փաստորեն չի պատմել։ Ճիշտն ասեք։ Դուք եք Բեկի վրա հարձակումը կազմակերպել, ավտոկայանատեղիում։ Հա, բայց մեր գործողավարտին չկարողացանք հասցնենք։ Որովհետև Բեկը պատանդեր վերցրել երեղում ու սպառնում էր սպանել, չէ՞։ Դու որտեղից գիտես։ Լիանը պատմել, բոլոր մանրամասնություններով։ Փաստորեն Բեկի հետ եղած աղջիկը։ Լիան է եղել։ Ու այդ կատարված միջադեպը ոչ մի կասկած չի թողել իր մոտ, թե ով է Բեկը իրականում։ Ու ինքը պատրաստ է մեզ օգնել։ Սարքիս է։